Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ Արմինե Սիմոնյանն է եւ ես հերավար կապով հարցազրույցի եմ հրավիրել քաղաքագետ Գագիկ Համբարյանին։ Շնորհակալ եմ պարոն Համբարյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Համբարյան, այսօր հունվարի 27-ը հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի խոնարհման օր հայտարարվեց վերջերս, ընդ որում քաղաքացիական պայմանագիր այս իշխանությունը որոշեց, որ այսօրը պետք է լինի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Այսօր մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել էր Եռաբլուր, լրագրողներին թույլ չի տրվել այդ ընթացքում, երբ որ նա Պանթեոնում էր մոտենալ Պանթեոնին, Փաշինյանը ոչ մի զինվորի շիրիմի ծաղկեպսակներ չի դրել եւ նաեւ Արցախի հուշակոթողին, Արցախի զոհվածների հուշակոթողին, Արցախի կանչ կոչվող հուշակոթողին եւս չի դրել որևէ ծաղկեպսակ, արագ հեռացել է, նաեւ տամ հետեւյալ տեղեկատվությունը, որ ծնողները պատրաստվել էին, որ փակեին նրա դիմաց եւ թույլ չտային, որ Փաշինյանը կառավարության անդամների հետ միասին մտնի Պանթեոն։ Ծնողները դարձյալ այն համոզման են եւ լրագրողների հետ զրույցում ասել են, որ մենք չենք ցանկանում, որ հայրենիքի դավաճանը, հայրենիքի գողը մտնի Պանթեոն։ Ահա այսպիսի իրավիճակ է եղել եւ միաժամանակ ձեզ տեղեկացնեմ, այս ընթացքում մեր YouTube-յան ալիքում հարցումներ էինք դրել, թե որքանով էր ճիշտ, որ հունվարի 27-ը հռչակվեր որպես հիշատակի օր, երբ որ հունվարի 28-ը բանակի տոնի օրն է, բանակի կազմավորման օրն է, եւ մարդիկ ուղղակի ուզում եմ եւ ձեզ եւ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, ահա թե ինչ էին մարդիկ գրում, որ դրա նպատակը բանակի տոնը խամրեցնելն է, նպատակը մոռացության մատնելը եւ ուրանալն է։ Փոխարենը կարող էին մեկ այլ օր նշել զոհվածների հիշատակի օր, օրինակ դա կարող էր լինել սեպտեմբերի 27-ը, իսկ հունվարի 27-ը նախաշեմը բանակի տոնի 28-ին մենք պետք է գնայինք տոնական միջոցառումների, ոգեղենություն պիտի հաղորդվեր մեր ժողովրդին։ Ահա այսպիսի տրամադրություններ եւ ես ուզեցի, որ նաեւ եւ ձեզ եւ մեր հեռուստադիտողին տեղեկացնեմ, թե ինչ իրողություն է այս պահի դրությամբ եղել եւ լսենք ձեր մեկնաբանությունը նախ տոնի հետ կապված, պարոն Համբարյան, ճիշտ էր արդյոք հունվարի 28-ից մեկ օր առաջ այդ տոնական բանակի կազմավորման տոնին ընդառաջ նման տոն հայտարարել եւ միտումը դուք կիսում եք մեր ժողովրդի մտահոգությունը, միտում տեսնում եք դրանում, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, բայց գիտեք, ինձ թվում է ինքը ոչ թե տոն է, ես չգիտեմ այսօր տոն է ընդհանրապես, որովհետեւ ես առավոտվանից որքան նայում եմ մեր լրատվամիջոցները եւ թեկուզ եւ հեռուստատեսության եթերները, հեռուստատեսության հեռարձակվող եթերներ, ոչ մի տոնական տրամադրություններ չկան, ընդհակառակը զոհված զինվորների ծնողներ են, բարեկամներ են, ինչ որ հասարակական կազմակերպության անդամներ են, ովքեր գալիս են եւ շատ տխուր է ընթանում այս ամեն ինչը։ Բայց զոհվածների հիշատակի օր է, այսօր տոն չէ, կներեք, շարունակեք։ Հա, դրա համար ես զարմացա, որ տոն ասեցիք, ես չգիտեմ սա ինչ է։ Կներեք, մեկ բան ճշտեմ, որ հանկարծ սխալ չընկալվի, տոնը հունվարի 28-ի մասին։ Այո, մարդիկ ասում են ինչ վերաբերում է այսօրվան, հենց հունվարի 27-ին է այդ օրը նշելը, նշեմ, որ այս օրինագիծը, որ մտցվեց ազգային ժողով, սրա հեղինակները նշում էին, որ իրենք փորձել են այնպիսի օր ընտրել, որպես նախկինում զոհված զինվորների հիշատակի օր, որ որևէ պատերազմի հետ չառնչվի, բայց ընտրել են ամենաանհաջող օրերից մեկը։ Ինչի համար։ Ինձ համար այս օրը ամենաանհաջողն է։ Նախ դուք շատ ճիշտ նշեցիք, որ սա նախատոնական օր է, այսպես ասած, հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք բանակի մեր կազմավորման հերթական տոնը։ Բայց խնդիրը հետևյալն է, որ հունվարի 27-ը ամբողջ աշխարհում 2005 թվականից ի վեր ՄԱԿ-ի ընդունած բանաձևի համաձայն նշվում է որպես հրեաների ողջակիզման ոգեկոչման օր։ 1996 թվականի հունվարի 27-ին Գերմանիայում Բունդեսթագի, այսինքն պարլամենտի մակարդակով հայտարարվեց նացիոնալ սոցիալիստական
կառավարման զոհերի հիշատակման օր, հունվարի 27-ը 1996 թվականից։ 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, ուրեմն ի դեպ նաև նշեմ, որ 60/7 որոշման համաձայն, նաև նշեմ, որ այս բանաձևը ընդունվել է Իսրայելի, Կանադայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ առաջարկով, որ այս օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես հրեաների ողջակիզման օր։ Լավ, այս օրը որպես հիշատակի օր ազգային ժողովում օրենք որպես ներկայացնող անձինք այս մասին չգիտեին, ինչի մեր պատերազմների ժամանակ զոհված տղաների կամ մարդկանց ընդհանրապես կարող են խաղաղ բնակիչ է եղել, ուրեմն զինվորական չի եղել, ոգեկոչման օրը նշվի միջազգայինորեն ընդունված հրեաների ցեղասպանության կամ ողջակիզման նույն օրը։ Սա ինձ համար շատ տարօրինակ է։ Երկրորդը, ես համարում եմ սա բացահայտ մանիպուլյացիա, որովհետև Նիկոլ Անհողը եւ նրա թայֆան փորձում են 2020-23 թվականներին իրենց կառավարման տարիներին մեր խայդառակությունների տարիներին զոհված զինծառայողների ուրեմն ոգեկոչումը հավասարեցնել առաջին Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ուրեմն մագարտակին եւ գիտեք ինչպես, այսպես փորձում են օրինակ Նիկոլեսովի չէ զառանցում մեր ուրեմն նահատակները ընկել են որ ՀՀ-ն բարձրանա։ Հասկանում եք, չէ՞, նայեք ինքը փորձում է իր կառավարման տարիներին զոհվածներին հավասարեցնել առաջին Արցախյան պատերազմի զոհերի հետ, գիտեք ինչպես հավասարեցնել, դե մարդիկ իրենց կյանքը տվել են եւ հավասար են, հարցը դա չէ, արդյունքների առումով։ Հասկանում եք, չէ՞, որ հաղթանակի եւ պարտության, այո, հասկացաք, չէ, հավասարեցնում է արդյունքների առումով, թե իբր թե առաջի Արցախյան պատերազմում զոհվածներն են Հայաստանի ուրեմն բարձրացման համար զոհվել, իրականում նրանք զոհվել են, այո, որովհետև առաջին Արցախյան պատերազմում հաղթանակ տարած զինվորները իրենց կյանքի գնով բարձրացրել են Հայաստանը, բայց երկրորդ Արցախյան պատերազմում զոհվածները, ինչպես իրենք էին ասում, անիմաստ զոհ են, բայց հիմա փորձում են հավասարեցնել են Արցախյան առաջին պատերազմում զոհվածների մագարտակին, որը իրականում այդպես չէ, որովհետև Նիկոլ Անհողը, գիտեք, այս մարդը բազմաթիվ հիմար եւ ապուշ թեզերի հեղինակ է, մարդը ասում է, որ բերեք պայմանավորվեք մի բան, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարում։ Ասենք, ես հենաչտիր էլի, դա ինչպես կարող է նորմալ մարդը պատկերացնել, ասենք, քեզ բոլորով ծեծում են, բոլորը տեսում են, որ դու ծեծված ես, դու ասում ես, չէ, ես ծեծված չեմ, դա քո անձնական խնդիրն է, եթե դու այդպիսի անմեղսունակ եւ ապուշ թեզ ես առաջ տանում։ Երկրորդը բերեք չմոռանանք, որ ինքը ասում էր, ես հպարտանում եմ մեր պարտությամբ։ Աշխարհում ոչ մի նորմալ մարդ չի կարող հպարտանալ իր պարտությամբ։ Այդ մարդը կամ հոգեկան հիվանդ է, սադոմազոխիստ է, կներեք, սադոյ չէ, մազոխիստ է, կամ անասուն է հասական։ Հիմա ես չգիտեմ Նիկոլը սրանց միջից ում է, որ կողմն է անցնում։ Եվ երրորդը բերեք չմոռանանք, որ Նիկոլ Անհողը մի անգամ ազգային ժողովի անդոնից անկեղծացավ, ասեց, մենք կարող էինք Արցախը տալ Ադրբեջանին առանց զոհերի, բայց այդ դեպքում ինձ կասեին դավաճան։ Հասկացաք, չէ՞, այսինքն ինքը տարել է 2020-ից 23 թվականները 5000-ից ավել մարդու գլուխ կերել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Ու հիմա որպեսզի իր այս ասածները, ինչպես գյումրեցին է ասում, ջրի կամ լղոզի, ինքը փորձում է անիմաստ այս իր կողմից անիմաստ տարած զոհերին ինքն էր ասում, անիմաստ են, ինքն է փաստացիացել, որ այս զոհերը անիմաստ էին։ Ես կարող եի Արցախյան հարցը լուծել այս ձևաչափով, բայց կն Արցախը տալ Ադրբեջանին առանց զոհերի, բայց ոչ այս զոհեր եմ արել, որպեսզի ինձ դավաճան չասեն։ Ես իմ կողմից եմ ասում, որ այս զոհերը անիմաստ են։ Փորձում է հավասարեցնել առաջին Արցախյան պատերազմում զոհվածների հետ
հավասարություն տնել նրանց միջև, թե իբր թե զոհվել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Հարգելի հայրենագիտներ, ես դիմում եմ մեր հայրենագիտներին, չհավատաք Նիկոլ Անհողի այս կեղծիքներին, որովհետև Արցախյան վերջին պատերազմում զոհվածները դա անմեղ զոհեր են եղել։ Իրոք Նիկոլը տարել է ձեր տղաների գլուխը կերել է, որպեսզի իրեն դավաճան չասեին։ Ինքը դա բացայտ ասել է ազգային ժողովի ամբիոնից։ Բացեք, լսեք։ Ես այդպես եմ մեկնաբանում իր ասածները, եւ ձեր զոհերը, հարգելի հայրենագիտներ, չեն կարող բարձրացնել Հայաստանի Հանրապետությունը ինչ որ հարտակներում կամ որպես միջազգային սուբյեկտ կամ հաղթանակ տարած երկիր, պարտված երկիրը չի կարող բարձրանալ։ Այո, ձեր տղաները հերոս են եկանում, որ իրենց կյանքը զոհել են, իրենց հայրենիքի համար, իրենք հավատացել են, գնացել են զոհել են իրենց կյանքերը, բայց իրենք խաբված են։ Մենք խաբված ենք բոլորս, որովհետև կրկնում եմ Նիկոլ Անհողը մի անգամ արդեն պարզ ասել է։ Այս հարցը գլուխներ առանց զոհերի, բայց այդ դեպքում ինձ կասեին դավաճան։ Ինքը տարավ 5000 տղայի գլուխ կերավ 3 տարվա մեջ, որպեսզի իրան դավաճան չասեին։ Պարոն Համբարյան, մեկ դիտարկում եւս իր այսօրվա հայտարարության մեջ շեշտվել է երկնային բանակի օր։ Սա եւս ես ինչպես նկատում եմ նաեւ Facebook-յան դաշտում բավական քննարկման առարկա է դարձել։ Ինչ է նշանակում երկնային բանակ։ Ես նույնիսկ չուզեցա այդ պղծությանը անդրադառնալ, դա պղծություն է։ Ես օրինակ ոչ մեկի մահը չեմ ցանկանա, բայց ես օրինակ կուզեի, որ իր տղան ու ինքը այդ երկնային բանակի մեջ լինեին, ինչպես մյուս 5000 տղաները։ Հասկանալի, ես չեմ ուզում ինչ որ միտում կա։ Սա պղծություն է, հասկանում եք, ասենք մարդկանց երեխեքին տարավ գլուխները կերավ, հիմա ասում է երկնային բանակ, ես հբարտանում եմ մեր պարտությամբ, հիմա նրանք վերևից նայում են, այ մարդ, այդ մարդիկ այդ երեխեքին ունեցել էին, որ վայել էին այդ երեխեքին երկրի վրա, իրանց պետք չէր երկնայինը։ Մենք բոլորս էլ մահանալու ենք վերջում, ոչ մեկս ճանճ չենք դառնալու պատին կպնենք, բայց ամեն ինչ իր ժամանակը ունի ու ամեն ինչ իր պատճառն ունի։ Հասկանալի է։ Մի ամբողջ սերունդ տարան։ Ես դավաճան չասելու համար տանում ես 5000 մարդու գլուխ ես ուտում, որպեսզի քեզ դավաճան չասեն։ Հիմա էլ անասուն երկնային բանակ, մարդիկ վերևից տեսնում հբարտանում են, ինքը որտեղից գիտի։ Ինքը որտեղից գիտի, որ այդ երկնային բանակը կա, ինքը որտեղից գիտի, որ այդ տղաների հոգիները շատ հանգիստ են։ Լավ, ես շատ բաներ չեմ ուզում ասեմ։ Սարսափելի կադրեր կային, չէ՞ ժամանակին Telegram-ում, թե ինչպես են բարազները, խոզերը ուտում մեր զոհված զինվորների մարմինները։ Ինքը որտեղից գիտի, որ այդ զոհված զինվորի որի մարմինը խոզներ ուտում, հիմա շահադես է ուրախ զվարթ երկնքում նայում է մեզ։ Այդ մարդու հոգին ինքը պատկերացնում է ինչ վիճակում է։ Իսկապես սարսափելի է, իսկապես սարսափելի։ Բանը կա, որ ես այդ պիղծ հագաքրիստոնյային, այդ աղանդավոր կյանքի խոսք աղանդի երկրպագուին Նիկոլին մասին է խոսքը։ Ես չեմ ուզում դրա այս պղծություններին անդրադառնալ, սա սրբություն չունի։ Դե ինչպես մեր եկեղեցին է ինքը փոշիացնում, վարկաբեկում մեր հոգևորականներին, նույն կերպ վարկաբեկում է բանակը հայոց, հա։ Մենք հունվարի 28-ին պիտի տոնական շքերթով այսպես մեծ ոգևորություն առաջացնող տոն ունենայինք որպես բանակի կազմավորման օր, նախաշեմին դրեցին այս հիշատակի օրը եւ հիմա երկնային բանակ, բա մեր իրական բանակը։ Լավ, բա իրական բանակից եւ պետք է իրենք խոսեն եւ հասկանանք ինչ է կատարվում մեր բանակում եւս։ Ուրեմն նշեմ, որ ինքը իշխանության գալուց հետո պատահական չէ, որ թիրախավորեց 2 ինստիտուտներ, որոնք որոշ չափով կայացված էին Հայաստանում։ Դա բանակներ եւ դա եկեղեցիներ։ Եկեղեցու դեմ պատերազմ ինքը տանում է 18 թվականից։ Մեր հանդարտվում էր, մեր ուժեղանում է։ Եվ այո, ինքը բանակը քանդեց նաև երկիրը պարտության տանելով։ Բերեք նաև չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կներեք սեպտեմբերի 27-ի պատերազմի սանձազերծողը ինքն է եղել։ Ինքն է արել։ Երբ որ 2019 թվականի օգոստոսի 6-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինքը դրանով քանդեց ողջ բանակցային գործընթացը։ Ինքը վերջերս նաեւ
իբր թե հրապարակելով պաշտոնական փաստաթղթերը կապված Արցախյան բանակցային գործընթացի հետ ծպտուն չհանեց, որ թե ինչ է պատասխանել 19 թվականի ամռանը իրեն ուղարկված առաջարկներին, եթե նույնիսկ չի պատասխանել, դա եւս պատասխան է, այսինքն արհամարհանքը եւս պատասխան է, ձեն չհանելը եւս պատասխան է, որը նշանակում է ոչ, եւ մերժելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, այսինքն նույնիսկ պատասխան չտալով դրանց, ինքը մեկ ամիս հետո դիտավորյալ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց Արցախ-Հայաստանը եւ վերջ քանդեց բանակցային գործընթացը, լեգիտիմացնելով Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի եւ Հայաստանի նկատմամբ։ Այդ անասունությունները կներեք, այս բառապաշարից համար, որ նախկիններն էին տվել, ադրբեջանցիներն էլ ապուշ էին, չէին հասկանում դա, բանակցում էին մինչև 19 թվականը մեզ հետ, չէին հասկանում, հասկանում եք, մեր հասարակություն են կամ պրիմիտիվը, որ հատկապես այդ Նիկոլին հավատացող այդ մասան, մի հատ չի հարցնում, բա որ տվել էին, ադրբեջանցիներին չէին բանակցում, ադրբեջանցիները ապուշ էին, բա որ տվել էին, ադրբեջանցիները ինչի պատերազմ սկսեցին մեր դեմ, այդքան էլ զոհ ունեցան։ Կասեին Հայաստանը տվել է, տվեք մեր հողերը վերջ։ Ինչի մասին է խոսքը։ Լավ, գիտեք ինչն է սարսափեցնում, որ մենք լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, այսքան անկիրթ ենք, այսքան տգետ ենք։ Ես տեսեք հոգնագի եմ ասում, ես ինձ էլ եմ դրա մեջ մտցնում։ Այսքան անգրագետ ենք, այսքան ամնեզիայով տառապող ենք ու թույլ ենք տալիս, որ Նիկոլի նման պրիմիտիվ ստախոս այսպիսի անասունություններով ես հբարտանում եմ մեր պարտությունով։ Երկնային բանակ, ասենք բերեք պայմանավորվեք մի բան, մենք ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարում, հա։ Այսպիսի ապուշություններով մենք ապրում ենք մինչև հիմա, որովհետև սա մենք ենք թույլ տվել։ Եվ ինչ վերաբերվում է մեր բանակին, այո, Նիկոլան հողը ամեն ինչ արեց բանակը կործանելու համար։ Բերեք նաև չմոռանանք, որ այդ բանակի կործանումը չսկսվեց միայն 20 թվականի պատերազմով։ Բերեք չմոռանանք, որ Նիկոլը իշխանության գալուց հետո փոխել է բանակին համար կնվող զենքի ամբողջ ցանքը։ Իր գլխավորությամբ այդ ամեն ինչ եղել, ինքը փորձում է զինվորականների վրա գցել, բայց դա այդպես չէ։ Ինքն է փոխել անձամբ։ Բերեք չմոռանանք, որ բանակի իշխանության գալուց հետո քանդում էր բանակը նաև կադրային փոփոխություններ անելով, ամեն տեղ անընդհատ ինչ որ շտաբերի գլխավոր շտաբի պետ փոխեց, պաշտպանության նախարար փոխեց բաներին, կորպուսի հրամանատարներին փոխեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ անընդհատ պերմանենտ պաշտոնյաներին փոփոխել ինչ որ ոլորտում, դա բերում է աղետի, որտեղ այդ պաշտոնյան մինչև ադապտանում է այդ պաշտոնին, մինչև սկսում է հասկանալ ոլորտից։ Ճիշտ է, ինքը պրոֆեսիոնալ է, բայց ամեն դեպքում այդ տեղում ինքը նորեկ է, մինչև հասկանում է դու ուրիշին ես բերում։ Եվ մեխանիկորեն դա էլ բերեք չմոռանանք Մովսես Հակոբյանի կողմից բարձրաձայնված թիվ 00038 հույժ գաղտնի հրամանը, որի համաձայն Արցախի հարավում կրճատվել էր 5 գունդ։ Եվ բերեք չմոռանանք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մեր աղետները սկսվեցին հենց այդտեղ։ Հարավից ճեղքեցին պաշտպանությունը եւ կտրուկ հարձակվեցին դեպի հյուսիս, հասան մինչև Շուշի։ Ով էր այդ ամեն ինչ անում, Նիկոլը։ Այս անգրագետ, կիսագրագետ հասարակության զգալի մասը այդպես են, մոտ այն անասնական թեզն է տանում, որ մեր բանակը զինված չի եղել, այնինչ մենք ունեցել ենք առելի քանակությամբ զենք, որը ինքը կամ ջարդոնի է վերածել, կամ նվիրել է Ադրբեջանին։ Ադրբեջանի բռնապետը իր մի քանի մամուլի ասուլիսների ժամանակ կամ հանդիպումների ժամանակ շատ պարզ հարց է տալիս։ Մենք 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ասելով ես Ադրբեջանի բռնապետի անունից եմ այդ արտահայտություն անում, ոչնչացրել ենք 4.8 միլիարդ դոլարի զենք կամ որպես ավար ենք վերցրել, որտեղից աղքատ Հայաստանին այդքան զենք։ Ու այս հասարակությունը հատկապես Նիկոլին երկրպագող այդ անգրագետ մասան
չի հասկանում, որ ամեն դեպքում մենք չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ուր մեր բյուջեն, ուր Ադրբեջանի բյուջեն։ Եվ մենք մեր զենքը ստացել ենք կամ գնել ենք այլ եղանակներով, որի մասին բացարձակ պետք չէ բարձրաձայնել։ Մենք նաև չմոռանանք, որ կա բացահայտված դեպք, օրինակ 96 թվականին Ռուսաստանում մեծ սկանդալ բարձրացավ, երբ որ գեներալ, ադրբեջանամետ գեներալ Լև Ռոկլինը բացահայտեց, որ Հայաստանին Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք է նվիրել Պավել Գրաչովի պաշտպանության նախարար եղած ժամանակ։ Մենք փող չենք տվել զենքի համար, բայց այդ զենքը եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ով է ասել, որ հետագայում այդպիսի բան չի եղել։ Շատ լավ եղել է եւ շատ շատերս այդ մասին տեղյակ ենք։ Բայց այս ժողովրդին համոզում եմ, որ ասենք, այ այդ մարդը, որ այդ տունը չսարքեր, մենք մի հատ տանկ ունենայինք ավել, ասենք ունեցակ հետո Ջաբրայիլի պահեստները պլոմբը վրեն, ինչպես ասում են, ով նվիրեց թուրքերին, հետո էլ տելեգրամյան ալիքներից արագ ջնջում էին այդ տեսանյութերը, որ ոչ ոք չտեսի, որ անվնաս 100 միլիոնավոր դոլարի զենք էին տալիս ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները իրենք էլ էին, պարոն Համբարյան, լավ եք հիշում, տարածում այդ տեսանյութերը, պատահական չեմ ասում, որ խոսում էին։ հետո նույն իրանք էլ խնդրել էին ադրբեջանցիներին, որ այդ տեսանյութերը հանեն, որովհետև դրանով կբացահայտվի իրենց դավաճանությունը։ Այո, որ զենք կա, որը չի կրանից։ 23 թվականին 1 միլիարդ դոլարի զենք թողեցին Արցախում ու գնացին։ Բերեք չմոռանանք նաև այն փաստը, որ Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է Նիկոլին, ենթարկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Արցախի պաշտպանության բանակը որևէ քայլ չէր կարող ձեռնարկել առանց Պիսկեն Սուրիգի եւ Նիկոլի հետ համաձայնության։ Այդ անասնական թեզը, որ արցախցիները չեն կռվել, որոշ հիմարներն էլ դա առաջ են տանում մինչև հիմա, թող իրանք իրանց հավաքեն։ Արցախում 23 թվականին 2 օրվա մոտավորապես 250 մարդ է զոհվել։ Բենզինի պահեքի զոհերը հաշվի չառած։ Եվ եռագի վնաս են տվել ադրբեջանական բանակին։ Իսկ Արցախի հայությանը դուրս է բերել Արցախից Նիկոլան Հողը, ով շատ լավ տեղյակ է եղել Եվլախի բանակցությունների բոլոր մանրամասներին։ Ու հետ ինքն էլ է հրահանգել Արցախում Արցախի պաշտպանական բանակին կոնկրետ գործողություններ չձեռնարկել Ադրբեջանի բանակի դեմ։ Այնպես որ բանակի քանդելը դուք նաև պատահականություն եք համարում, որ ասեք Պիսկեմ Սուրիգի նման իր հրամանատարին թանագահարած մեկը պաշտպանության նախարար է նշանակված, սա էլ է հատուկ արված, որ ստորացնի զինվորականներին, որ ժամանակին իր հրամանատարին թանագահարության համար անդում ժամանակ անցկացված բանդարկված Սուրեն Պապիկյանը Պիսկեմ Սուրիգը հիմա պաշտպանության նախարար է նստած։ Իդեպ նաև բանակում չծառայածների առկայությունը թե կառավարության կազմում եւ թե նաև նույն պաշտպանության նախարարության համակարգում սա էլ պատահականություն չի։ Պարոն Համբարյան, գիտեք, դուք այս հանգամանքը, այս փաստը արձանագրեցիք, գիտեք ինձ ինչն է զարմացում, սրանց լկտիությունը, բարի բուն իմաստով։ Ասենք Նիկոլ Անհողը բանակում չի ծառայել։ այո։ Այդ հեքիաթները, որ այդ ժամանակ օրենք եղել, որ երրորդ եղբայրը, որի երկու եղբայրները ծառայել են բանակում, երրորդը պետք է չծառայեր, այդ իր օրոք այդ օրենքը չի գործել։ Այդ օրենքը Նիկոլի բանակ զորակոչվելու ժամանակ չի գործվել, դա սուտ էինք ասում, թե ինչպես է ինքը բանակից ազատվել, դա գաղտնի է պահում։ Արայիկ Հարությունյանը բանակում ծառայել է, Արայիկ Հարությունյանը բանակում ծառայել է, չի ծառայել։ Այդ Տարոն Չախոյանը ինչ է, գեղցին։ Այդ որ անընդհատ այդ բանակում ծառայելու մասին է գրում։ Գիտեք չէ, չի ծառայել, ես երեք եմ դրա կենսագրությունը ուսումնասիրել։ Չի ծառայել բանակում։ Նարեկ Կարապետյանին, Սամվել Կարապետյանին բանակ ուղղորդող, թե գնայք 44 օրյա պատերազմի ժամանակ կամ քարոզիայի ժամանակ ծառայեիք, դու գնա ծառայեք։ Դու բարոյական իրավունք ունես նրա բանակում չծառայելու մասին ես խոսում, կամ որ ասում են քարոզիա պատերազմի ժամանակ Նիկոլ Անհողը ծառայել է
բանակում բան է եղել, կամավոր է եղել, լավ ամոթ է, գոնե գետինը մտեք, այ տագանքներ։ Նիկոլ Անհողը գնացել է այդ ռազմական բաների, վարժանքների մայիս ամսին։ Այո, եւ արդեն Մայիս 4 օրյա ամսին պատերազմի ով մասին եք կարող է ասում։ 2016 թվականի մայիս ամսին առաջնագծից 30-ից 40 կիլոմետր հեռավորության վրա վարժանքների մասնակցող Նիկոլ Անհողը մասնակցել 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև 5-ը տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Լավ, ուզում եմ հասկանամ, էլի, սրանք ամոթ ունեն, թե չունեն։ Մայիս ամսին առաջնագծից 30-40 կիլոմետր հեռավորության վրա վարժանքներ է արել, բան է փորել նաև խրամատ։ Ինչ որ երկրորդ պաշտպանական գիծ կա, երրորդ պաշտպանական գիծ կա, այդպես են ասում։ Ու ասում է 44 կներեք, քարորյա պատերազմի մասնակից է Նիկոլ, լավ, այդքան անբարոյական սրանց որտեղից են այսքան։ Նիկոլի կառավարության 4 անդամներ նախարարներ, ուրեմն բանը Պապիկյանը ասեցի, մի քանի ամիս ծառայելուց հետո հրամանատարին է տանագահարել, բանդ է նստել, որքան գիտեմ, բանդ նստած ելածը չի ծառայում բանակում։ Հետո է Պապոյանը, հետո են համբարձում ուրեմն Մաթևոսյանը, այն բանին եւս երկու նախարար, այդ Մխիթար Հայրաբեդյանը Այո, այո, այո։ չի ծառայել բանակում, մեկն էլ կար, մոռացա հիմա։ Վլադիմիր Չէ, Վլադիմիր նախարար չէ։ Չէ, հա դուք նախարարներին եք ասում, ես նաև պատգամավորներին նախարար եմ ինչքան չծառայածներ բավական շատ։ Չէ, մեկն էլ ծառայած չէ, ասենք տասնյակ պատգամավորներ։ Այո, Այդ Բաբկեն Թունյան, Սանդիկով, Կարեն Սարուխանյան, այդ ձեր նշած Վլադիմիր Վարդանյան, նախկին ուրեմն պաշտոնյաներ, ասեք թե նույն Սիմիձյան, նույն Պեկին նախկին նախագահ Ռուստամ Բադասյան, հա Բաքոյանը չի ծառայել, մարզպետներից, Արագածոտնի մարզպետը, Շիրակի մարզպետը, Լորվա մարզպետը ոչ մեկը չեն ծառայել։ Ու սրանք բարոյականություն ունեն, սա ընդամենը այն է բաց աղբյուրներից իմացած տեղեկություններ են չծառայողների մասին։ Բա այն որ մենք չգիտենք էլ որ ծառայել են, թե չէ։ Ասենք ու սրանք բարոյականություն ունեն խոսելու այս կամ այն մարդու բանակում չծառայելու մասին։ Հիմա էլ Կարեն Կարապետյանի եղբոր որդու, Սամվել Կարապետյանի եղբոր որդու Կարեն Կարապետյանի որդու Նարեկի բանակից ազատվելու վերաբերյալ քրեական վարույթ են բան արել, որ իմանան թե այդ մարդը ինչպես չի ծառայել։ Տիգրան Ավինյանին հələ իմացեք։ Տիգրան Ավինյանին հələ իմացեք, ինչի չի ծառայել բանակում։ Արայիկ Հարությունյանը ինչի չի ծառայել բանակում։ Այն Վահան Կոստանյան կա փոխարտգործնախարար։ Այդ տղան բանակից ազատվել էր դիսերտացիա պաշտպանելու համար դեռ 7 տարի առաջ։ Դա ազատման հիմք է, այո, դա այդպես է։ 7 տարվա մեջ այդ տղան դիսերտացիան պաշտպանել է, թե 2 տարվա ընթացքում 2 տարի որ անցավ ասպիրանտուրայի, հիմա հիվանդացել է։ Բարոյականություն ունեք կամ այդ քննչական կոմիտեում նստածները, կամ այդ մարդիկ, որ Նիկոլի հրահանգով քրեական գործեր են կարում սրաներա վրա։ Հələ ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ իմանալ Նիկոլ Անհողը ինչպես է ազատվել բանակից։ Գիտեք, դա չպետք է լինի գաղտնիք։ Եթե պաշտոնյան ազատվում է բանակից, ինքը պարտավոր է ասել ինչպես է ազատվել, որովհետև Աստված ոչ անի, բա որ այդ մարդը շիզոֆրենիայով է ազատվել։ Ճիշտ եք։ Պետք է մենք իրավունք ունենք, պարոն Համբարյան, պահանջելու, որ նա հրապարակի հանրայնացնի։ Դա չի կարող անձնական տվյալ լինել, որովհետև այդ անձնական տվյալը կարող է օգտագործվել այդ նույն մարդու կողմից վաղ մյուսօր խնդիրներ ստեղծելու ամբողջ երկրի կամ այն ոլորտի համար, որ ինքը տնօրինում է։ Հիմա Արայիկ Հարությունյանը ազատված է բանակից։ Նիկոլի աշխատակազմի ղեկավարը ինչպես է ազատվել բանակից, լավ չիմանան։ Կարող է մարդը շիզոֆրենիկ է։ Կարող է մարդը սուիցիդալ բաներ ունի, օրինակ, գիտեք չէ, Նարեկ Սեկտեմբերովիչ ունեն, մի հատ անկրագետ պատգամավոր ունեն։ Գեղարքունիքի մարզից ընտրված։ Այն որ սեպտեմբեր բառը սեկտեմբեր է ասում։ Այդ տղան ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների ազատվել է բանակից ինքնավնասման փորձերի համար։ Ասում են, որ ինքը իրան ինքնավնասել է, թևերն է կտրել։ Դա շիզոֆրենիա է։ Մարդը ով սուիցիդալ
ուրեմն հակումներ ունի, դա դասվում է շիզոֆրենիայի հոգեկան հիվանդությունների մեջ։ Հարց. շիզոֆրենիկ Նարեկ Սեկտեմբերովիչը, որը բանակից ազատվել է, ինչ գործ ունի ազգային ժողովում որպես պատգամավոր։ Հարց եմ տալիս։ Շատ Ես չկողին է։ օրինակ կողմ եմ, որ ընդունվի օրենք, որ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկությունները, հատկապես կապված բանակից ազատելու հետ, պետք է հրապարակվի։ Հա, մարդ ով ազատվում է, ասեք թե երիկամների հիվանդության պատճառով, սրտի հիվանդության պատճառով, ասենք հարտատատության պատճառով, դա նորմալ է։ Այդ մարդկանց հոգեգանի հետ խնդիր չկա, բայց մարդիկ, ովքեր ազատվում են բանակից շիզոֆրենիայի հոդվածով, հիմա նստած է ազգային ժողովում։ Մեկի մասին նշեցի, Նարեկ Սեկտեմբերովիչ լրատվամիջոցներում հղում են տալիս բազմաթիվ լրատվամիջոցների։ Ձեզ էլ եմ խնդրում մի հատ պաշտոնական գրություն ուղարկեք ազգային ժողով, ճշտեք թե այս տղան ինչպես է ազատվել բանակից։ Ինքը ազատվել է ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների ինքնավնասումների արդյունքում։ Դուք շատ կարևոր բան Ես ասեցիք, պարոն Համբարյան, օրինակ շատ օրենք պիտի լինի։ ես շատ խիստ կասկածում եմ, որ նույն շիզոֆրենիա հոդվածով նաև ազատվել է Նիկոլը։ Բերեք չմոռանանք, Ունենք որ իրավունք շիզոֆրենիան նաև գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է, եւ բերեք չմոռանանք, որ Նիկոլի մայրը այո եղել է շիզոֆրենիկ։ Դուք շատ կարևոր բան հնչեցրեցիք, այո, այն մարդիկ, այն անձիկ, ովքեր կարևոր պաշտոններ են մեր երկրում զբաղեցնում, նրանք եւ բանակում չծառայելու պատճառները պետք է հանրայնացվեն եւ նաեւ ընդհանրապես նրանց առողջական հարցերը, հա, որպեսզի մենք իմանանք Գիտեք, ովքեր են մեր անունից որոշում մարդ կայացնողները։ ունի ողնաշարի ճողված, մարդ ունի սրտի խնդիրներ, մարդը ունի աչքի խնդիրներ, մարդը ունի երիկամի խնդիրներ, մարդը ունի հենաշարժողական ապարատի խնդիրներ, դա այլ բան է։ Խոսքս մտավոր։ Այլ բան է, երբ որ շիզոֆրենիկը գալիս է երկիր է ղեկավարում կամ ազգային ժողովում զբաղվում է օրենսդրական գործունեությամբ։ Այո, Հետո հոգեկան բացի եւ դրանից, մտավոր այս տիպի մարդիկ ունենալով իրենց թիմում, տասնյակ չծառայած պաշտոնյաներ ունենալով իրենց թիմում, նրանք սրան նրան բան են անում, թիրախավորում են, թե չի ծառայել բանակում, հա ասեք չի ծառայել, հետո ասենք ունեցել է առողջական խնդիրներ, երբ որ դուք բացահայտեցիք ձեր չծառայելու հիմքերը, նաև թող բացահայտեն այն մարդիկ, ովքեր ում հիմա դուք թիրախավորում եք, իրենց ազատման հիմքերը, այ չես բան։ Շատ ճիշտ նկատեցիք, պարոն Համբարյան, բանակում չծառայածները խոսում են մյուսների չծառայած լինելու մասին, սա բարոյականության նաև դաշտում է։ Ասում են գողը դիմացինին է բարձրաձայն գողության մեջ մեղադրում, որ չբացահայտվի գող լինելը, հիմա սրանցն է։ Շատ ճիշտ եք, հիմա ուզում Նարեկ հաջորդ Կարապետյանը չի ծառայել բանակում, չի ծառայել, հա, բան չունեմ ասելու, դուք ծառայել եք, ու ամենածիծաղելին գիտեք որն է։ Այս մասին բարձրաձայնում են կոնկրետ նրանք, ովքեր բանակից ազատվել են։ Ազատվել են ոչ թե երկու երեխա ունենալու պատճառով, որը օրենքով նախատեսում է, ազատվել են ոչ թե դիսերտացիա պաշտպանելու պատճառով, որը եւս օրենքով նախատեսված է, այլ 99% ազատվել է հիվանդությունների պատճառով, որտեղ նայում է սրանց կենսագրությունը, նույնիսկ եթե իրանք դիսերտացիա են պաշտպանել, կապ չունի դա իրանց բանակից ազատման տարեթվերի հետ, որտեղ իրանք այդ դիսերտացիան ավելի ուշ են պաշտպանել։ Հա, մինչ այդ պիտի ծառայած լինեին։ Այո, մինչ այդ պետք է ծառայած լինեին։ Շատ լավ, պարոն Համբարյան, ուզում անցնել հաջորդ հարցին, էլի բանակի իհարկե հարցի հետ կապված, այս մարդիկ, երբ որ 2018-ին եկան հեղափոխությամբ իշխանության, հետո սկսեցին հայտարարել տարբեր ոլորտներում բարեփոխման մասին։ Այդ բարեփոխման, բարենորոգման մասին էին խոսում կրթական ոլորտից, առողջապահություն եւ բանակ, եւ այսօր արդեն եկեղեցի, եւ որ մենք վերլուծում ենք իրենց անցած այդ 8 տարիների քաղաքականությունը, բարենորոգիչ քաղաքականությունը,
հերթական անգամ համոզվում ենք, ինչքան շատ են խոսում բարենորոգման մասին այս կամ այն ոլորտի, այնքան ուղղակիորեն քանդում են այդ ոլորտը։ Եվ հիմա քանի որ նաև մենք ընդառաջ ենք գնում հունվարի 28-ին բանակի կազմավորման օրվա հետ կապված, ես մեծ անհանգստություն ունեմ։ Այս մարդիկ, ովքեր բանակում չծառայած են, այսօր բանակն են ղեկավարում, այսօր մեր երկիրն է ղեկավարում, ուզում հասկանալ, դուք տեղեկատվություն ունեք ընդհանրապես մեր բանակը ինչ վիճակում է գտնվում։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, իրենք խաղաղություն են խաղում, այսպես ասեմ, հա, բայց մենք տեսնում ենք թշնամական պետությունը ինչպես է ամեն օր զինվում, եւ նաեւ տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է։ Միացյալ Նահանգներ, Իրան, բացառված չէ, օրինակ մասնագետները գտնում են, որ հնարավոր է, որ նաեւ ուղղակի ռազմական գործողություններ, բախումներ լինեն Միացյալ Նահանգների կողմից հարձակում լինի Իրանի վրա, ինչին պատրաստվում է այս պահին Իսրայելը։ Հիմա այս իրավիճակում, երբ որ մեր քթի տակ պատերազմական գործողություններ կարող են սկսվել, եւ ինչ է կատարվում, մենք ընդհանրապես տեղեկություն ունենք մեր բանակը ինչ վիճակում են սրանք պահում, թե միայն այդ խաղաղության հովերով տարված Իլհամ Ալիևի հրահանգն է կատարում, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա։ Կուզեմ այս մասին խոսեք, հա, սա լուրջ մտահոգիչ խնդիր է անվտանգային տեսանկյունից, խնդրեմ։ Ուրեմն 2025 թվականի փետրվար ամսին ադրբեջանական Բաքու TV կայքը, որը շատ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի բռնապետի ընտանիքի հետ, 5 նոր նախապայմաններ հրապարակեց Հայաստանի Հանրապետության դեմ դրված պաշտոնական փակվի, հիշում եք, ես նաև այս մասին ցես հետ հարցադրություն մի անգամ ասել եմ, դա ուրեմն Զանգեզուրի միջանցքի տալն է, որը Նիկոլը արել է, դա ուրեմն փոխհատուցում տրամադրելն է, որը ինչքան ես հասկանում եմ, այս Զանգեզուրյան միջանցքի գործունեության արդյունքում Հայաստանին հասանելի գումարների տրամադրումն է նաև ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին, որը մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները չեն հեշտել, դա էլ է որքան ես հասկանում եմ փոխհատուցում տրամադրելն է։ Ուրեմն սահմանադրության փոփոխությունն է, որի մասին Նիկոլը հիմա բարձրաձայն արդեն խոսում է եւ անում են այդ քայլերը, եւ ամենակարևորը կարևորներից մեկը նաեւ ադրբեջանցիների ուրեմն բնակեցումն է Հայաստանում, որին ինքը Ժողջանին նախապատրաստում է, եւ 5-րդ նախապայմանը դա հայկական բանակի կազմաքանդումն է եւ կազմալուծումն է, որովհետեւ ինքը դառնա ընդամենը ոստիկանության նման մի բան, որը պետք է զբաղվի հիմնականում Նիկոլի իշխանության պահպանումով։ Հիմա ես նոր պատահական չնշեցի, որ մեր բանակը, մեր եկեղեցու նման այն եզակի ինստիտուտներից էին, որոնք կայացել էին այս 30 տարիների ընթացքում։ Եվ Նիկոլը, այո, բարեփոխումների անվան տակ ամեն ինչ անում է այս երկու ինստիտուտները, այդ թվում նաև բանակը քանդելու համար։ Բանակի քանդելու ամենակարևորագույն խնդիրներից մեկը Նիկոլը լուծեց։ Բարոյա լքեց բանակը։ Գիտեք, Արմինե ջան, պարտված բանակը չի կարող լավ վիճակում լինել, հասկանալի է, եւ երբ որ այդ բանակը նաև տեսում է, որ որևէ ձևաչափով նույն երկրի պարտված իշխանությունները չեն փորձում ռևանշի գնալ, վերածինել բանակը եւ այլ եւ այլ, թե մենք Նիկոլիեն ապուշությունները, որ ազգային ժողովի ամբիոնից արդաբերում էր, որ 7 տարվա մեջ 7 միլիարդ դոլարը ծախսել է, պարտքեվերցրել, պետական պարտնել 6.7 միլիարդ դոլարից դարձրել է 14.5 միլիարդ ամերիկյան դոլար եւ զենք է գնել, մենք իհարկե այս ապուշությանը չենք էլ հավատում, որովհետեւ ես գլոբալ առումով այդ զենքը չեմ էլ տեսել, մենք չունենք հոբ համակարգ, բարի բուն իմաստով գրեթե, մեր երկինքը գրեթե բաց է, որովհետեւ 44 օրյա պատերազմից հետո մեր հոբ համակարգը ամբողջությամբ ոչնչացվեց ադրբեջանցիների կողմից եւ հիմա տեղի է ունենում հաջորդ քայլերը։ Նախ ոչ պրոֆեսիոնալներին բերել եւ դնել հրամանատարական կազմում, նրանց կաշառելով բարձր աշխատավարձերով եւ կոչումներով, որովհետեւ նրանք ծառայեն Նիկոլին։ Երկրորդը հաջորդը, ասում եմ, հաջորդը այդ ոչ պրոֆեսիոնալ նախարարի նշանակումն է։ Հաջորդը զենք չգնելն է։ Մենք տեսում ենք, չէ, որ մեր տարածաշրջանում գոնե մեր հարևանները կոնկրետ զինվում են, նույնիսկ Վրաստանը 2026 թվականի իր պետական բյուջեում զինվորական ռազմական ծախսերի մեջ բավական ավելացրել է զենք գնելու հոդվածը։ Հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետությունը ցավով եմ նշում, բայց օբյեկտիվորեն, ով է, որ այս տարածաշրջանում որոշում է, թե մենք խաղաղ ենք ապրելու, թե ոչ։ Գիտեք, մենք բերեք օբյեկտիվորեն նշենք, գիտեք, մենք ծուր հայելիների
երկրում ենք ապրում։ Հասկանում եք, չէ՞, ասենք գերին դա հերոս է, խայդարագություն է, այդպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չի եղել, որ գերին հերոսացնեն։ Այդ այլանդակ բանը մենակ ես հայերիս մեջ կա։ Հիմա մենք մեզ երևակայել ենք, որ մենք խաղաղ ենք ապրելու, ով է մեզ դա երաշխավորել, որ այս տարածաշրջանում կամ ընդհանրապես մինչև հիմա պատմությունը ուսումնասիրելով մենք տեսել ենք, որ մեր ուզելով է, հա։ Բերեք մենք առաջին հանրապետության պատմությունը չմոռանանք։ Այն ժամանակ էլ 20 թվականին, կներեք 18 թվականին, ասում եմ 20 թվականին, մենք էլ էինք մեզ երևակայում, որ մենք մեր հարևանների հետ պետք է բան ապրենք, խաղաղ ապրենք։ Մեզ պարտադրում էին պատերազմը։ Ասում էին խաղաղ ես ուզում ապրել, ուրեմն այս տարածքը պետք է մեզ տաս։ Այս ուրեմն բնակավայրը պետք է մեզ տաս։ Վերջում հասավ նրա, որ հասան մինչև Էջմիածին ու Երևան։ Մենք չենք ուզում անկախանալ 18 թվականի մայիսի 28-ին ի դեպ նշեմ։ Երբ որ Վրաստանը անկախացավ մայիսի 26-ին, 27-ին էլ Ադրբեջանը, մենք ուրիշ ճար չունեինք, որտեղ անդրֆեդերացիան էլ գոյություն չուներ։ Մենք աղետալի պայմաններում ենք անկախացել ու սարսափելի գիտեք որն է, երբ որ մենք այսքան ուրեմն փորձությունների մեջ անցելով մեր սխալների վրա մենք չսովորեցինք։ Մենք խաղաղություն ենք, խաղաղ ենք ապրելու ում հետ, տարածաշրջանը որ պայթեց ում հետ էս խաղաղ ապրելու։ Եվ որ դու նույնիսկ տարական պատրաստված ես գոնե նախնական պաշտպանվելու։ Այս տարածաշրջանում մենք փորձում ենք խաղաղ ապրել այն երկրների հետ, ովքեր գտնում են, որ Հայաստան պետք է չլինի, հա։ Տգետ իրականությունից կտրված մասսային բռնել է իր ժեխնյուսներով համոզում է, որ խաղաղություն ենք բերի Ադրբեջանի հետ, որովհետև այս տարվա ընթացքում չեն կրակել, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմին Նիկոլի վերընտրվելը օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Այո, ես չեմ հասնում։ Բայց Արմինե ջան, այստեղ խնդիրը հետևյալն է։ Իսկ ինչ է ինքը խոստացել թուրք-ադրբեջանական տանդեմին այս չկրակելու եւ իր վերընտրվելու համար։ Դա գին ունի։ Գինն էլ մենակ փողը չէ։ Այդ որ ինքը ժամանակին զառանցում էր այստեղ այնտեղ, մեր միջազգային գործընկերները հետաքրքրվում են, թե Հայաստանը ինչի է մոնոէթնիկ երկիր, չհասկացա։ Մեր գործընկերները ով են, ով այդպիսի անասուն հարց տվե իրեն, Նիկոլին։ Կամ ում գործն է մեր երկիրը մոնոէթնիկ է, դուք հասկանում եք, չէ՞, ինչ սրցամ եք ցում, որ թուրքերին դեպի լցնի այստեղ։ Այո, 300,000 ադրբեջանցիներին վերադարձի ծրագիրը անպայման իրականացնելու է Նիկոլ Փաշինյանը, եթե Ուրեմն մեր հասարակությունը պետք է շատ լավ գիտենա, շատ լավ, եթե թուրքը, կներեք, եթե Նիկոլը վերընտրվեց, թուրքը Երևանում նստած է լինելու իր բոլոր հետևանքներով։ Ընդամենը 10-15 տարի հետո հայերը փոքրամասնություն են կազմելու Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի վերացումը հեչ պետք չէ որ յաթաղանով լինի կամ հայերի ցեղասպանությամբ։ Ամեն ինչ կանեն, որ հայերը այստեղ չապրեն։ Պարոն Համբարյան, մեկ հարց եմ ուզում տալ, իսկ արդյոք հիմա այդ նույն թուրքը Երևանում նստած չէ։ Հա, գործնականորեն գուցե նստած չէ։ Նիկոլի տեսքով։ Հիմա տեսեք, երկրի, այո, տեսեք, երկրի նախագահ ունենք, որը Ալիևին թուրք լինելու համար բացարձակ պետք չէ որ դու ազգությամբ թուրք լինես, Նիկոլից լավ թուրք չկա։ Նիկոլը այնպիսի թեզեր է առաջ տանում, որ նույնիսկ թուրքը այդպիսի թեզեր առաջ չի տարել։ Այն անասունությունը, որ ասում է 91 թվականից կամ 96 թվականից Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, գիտեք, հələ դուք մի հատ տրամաբան եք, էլի, ասենք 91 թվականին իբր թե Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 21-ի Ալմատայի դեկլարացիայով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Իրականում դա այդպես չէ, գիտեք, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Ալմատայի դեկլարացիան ստորագրել է 10 վերապահումներով, որոնցից մեկը եղել է այն, որ Արցախը Ադրբեջանի տարածք չի ճանաչում, երկրորդը այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խորհրդային միության սահմանները ինքը չի ճանաչում որպես միջպետական սահման Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ եւս 8 ուրեմն վերապահումներ։ Հիմա դուք ձեզ չեք հարցնում, ասենք Ադրբեջանը ապուշ էր, ասեք թե Ադրբեջանի
առաջին նախագահ լավ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովը, հետո Մութալիբովը, հետո Էլչիբեյը, հետո նախագահի պաշտոնակատար Իսա Ղամբարը, հետո Հայդ եւ Որդի Ալիևները, որոնք ղեկավարել են Ադրբեջանը։ Հիմար են, որ 91 թվականին Հայաստանը Ալմաթայի դեկլարացիայով Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Ադրբեջանը ինչ էր բանակցում։ Միսկի խմբի շրջանակներում ինչ էր բանակցում։ Կարծեր իմն է եւ վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Ասենք որքան գիտեմ Մութալիբովի կրթությունը անկեղծացած չգիտեմ։ Գիտեմ, որ Էլչիբեյը պատմական գիտությունների տեխնացու էր։ Գիտեմ, որ Ալիևը հայրը շատ գրագետ էր, գիտությունների տեխնացու էր էլի։ Ալիևի որդին գիտությունների տեխնացու է, ավարտել է Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի Կիևի մասնաճյուղը։ Ասեք թե այսքան դիվանագետներ, այսքան պատմաբաններ ապուշեին ու թերուս բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլան Հողը եկավ ու բացահայտեց, դա։ Ու մի հատ դրա կողմնակից չի ասում, թե լավ, ադրբեջանցիները ապուշեին այսքան տարի, զինվում էին, դիվանագիտական պատերազմ էին մղում Հայաստանի դեմ, ինչ էին անում։ Դուք հասկանում եք, որ Նիկոլը թուրքից թուրք է։ Նիկոլը այնպիսի թեզեր է առաջ տանում, որի վերաբերյալ դուք 30 տարի ադրբեջանցի պաշտոնյաներից չեք լսել։ Այդպես էլ կա, ասեք կանգնում ազգային ժողովի ամբիոնից ստում է, թե եթե մենք ընդունենք մադրիդյան սկզբունքները, ադրբեջանցիները պետք է քվեարկեին Արցախի ապագայի վերաբերյալ։ Ողջ Ադրբեջանը, գիտեք չէ, սուտ է։ Դե եթե այդպես էր, լավ, վերցնենք, որ դա այդպես էր, Նիկոլի արդաբերած անասունությունն էր։ Ադրբեջանը ինչի պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Քվեարկությունը կանեին, քվեարկելով բոլոր հարցերը կլուծեին։ Ամբողջ Ադրբեջանը կքվեարկեր հօգուտ Արցախը Ադրբեջանի կազմում մնալու, 150,000 արցախահայերի ձայներներ, դրանում կլիներ ընդամենը 1%։ Հասկանում եք, չէ՞ ինչ սդեր է ասում։ Ու ասենք դրան երկրպագող մասան մի հատ չի տրամաբանում, ասում թե լավ։ Եթե սա ասում է, որ բոլոր ադրբեջանցիները պետք է քվեարկեին։ Այսինքն Իլհամ Ալիևը լրիվ դեբիլ է, լրիվ տկետ է։ Այդ մարդը տարավ մի 10,000 ադրբեջանցու գլուխ կերավ, որպեսզի պատերազմով վերցնի Արցախը, այն դեպքում, երբ որ կարող էր ասել, հա, մենք ընդունում ենք մադրիդյան սկզբունքները եւ համաձայն ենք, որպեսզի Արցախում տեղի ունենա պլեբիսցիտ։ Իսկ գիտեք չէ իրականում ինչպես պետք է տեղի ունենար այդ քվեարկությունը 1989 թվականի մարտահամարի տվյալների համաձայն եւ պետք է ընդգրկեր միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որտեղ 89 թվականի մարտահամարի տվյալներով հայերը կազմել են 76%, 22% կազմել են թուրք-ադրբեջանցիները, 2% էլ այլ ազգիները։ Ասեք միայն հիվանդ ապուշ մարդը կարող է իր հիվանդ ուղեղում մտածել, որ 76% հայերը կարող էին մասնակցել այդ պլեբիսցիտին եւ Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Պարոն Համբարյան, այնքան պարզ է եւ արդեն բոլորիս համար, իհարկե այն մտածող հայերի համար, պարզ է, որ այս ամբողջը ինքը կեղծ ձևով է ներկայացնում, պատմությունը կեղծում է, արդարացնելու համար հատուկ իր իրականացրած սցենարը, որով պետք է հանձնվեր Արցախը, ինչի մասին նաեւ դուք նոր ասացիք, եւ մյուս քայլերը տեղի ունենան հիմա արդեն Հայաստանի հետ կապված։ Բայց ես ամեն դեպքում ուզում եմ հարցը շարունակել։ Այսօր երբ որ դատում ենք այս մարդկանց քայլերով, հա, նրանց կողմից վարվող քաղաքականությունը, չի փաստում այն մասին, որ այլևս Հայաստան պետությունը, մեր երկիրը ուղղակիորեն գտնվում է Ալիևի եւ Էրդողանի հրահանգների կատարման այդ դաշտում ենք։ Այսինքն մենք ուղղակի արդեն լծի տակ ենք։ Ես չգիտեմ, որպես պատմաբան, խնդրեմ, գիտեք, գուցե հիմա ինձ ասեն, ես ինչ է ասում այս լրագրողը, բայց եթե իմ երկրի նախագահը գնում շնորհակալություն է հայտնում Ալիևին, ցեղասպան Ալիևին, որը մեր 5000 եւ ավելի տղաներին մատաղ արեցին, հա, Ալիևի ոտքերի տակ,
դաժան բան եմ ասում, որը Արցախը Գիտեք, հայաթափել է, ցեղասպանական գործողություններ արած այս մարդուն, ասում եմ շնորհակալ եմ։ Փաշինյանը կատարում է թուրք մոլլայի բոլոր հրահանգները, Ադրբեջանի մոլլայի, մեր եկեղեցին ոչնչացնելու համար։ Հիմա հարց, արդյոք այս մարդիկ իրականում հենց մենք իսկապես չենք գտնվում արդյոք թուրք-ադրբեջանական լծի տակ, եւ մեր երկիրն արդյոք անպայման, ամբողջությամբ չի կառավարվում նրանց կողմից։ անպայման, անպայման Նիկոլը Էրդողանի եւ Ալիևի ջութն է, ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում։ Ես էլ եմ ասել ու կրկնում եմ, Նիկոլը թուրքից թուրք է։ Ալիևի մտքից չի ասում այնպիսի բաներ, որը Նիկոլը անում է եւ ասում է այստեղ ու խաղում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գլխին։ Բայց գիտեք խնդիրը որն է։ Խնդիրը մենք ենք, մեր հասարակությունն է։ Մենք ոչ մեկին չպետք է մեղադրենք, գիտեք։ Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք։ Եթե մեր տարածքն է պետք, այդ տարածքը կվերցնեն ուրիշները։ Ինչ եղել։ Եվ եթե հայ ժողովուրդը 100 տարի անց նույն անասունությունն է անում, դրանում ոչ ռուսն է մեղավոր, ոչ ամերիկացին է մեղավոր, ոչ էլ Նիկոլը։ Հասկանում եք, դուք տեսում եք ինքներդ, դա ադրբեջանական բենզինի վաճառ։ Երբ որ այդ ադրբեջանական բենզինի վաճառքով զմայլված այդ մասսան, ինչ տարբերություն, ադրբեջանական է բենզինը, կարևոր է էժան է։ Դուք հիշում եք, Երևանում եղել է մազոտի համո, որը եւս ադրբեջանցիներից մազութ էր գնում, որ Հայաստանում վաճառի։ Թուրքերը որ մտան Երևան, մազութի համոյին առաջինը կախաղան հանեցին։ Նույնը անելու են Նիկոլի եւ նիկոլականների հետ Երևանում։ Թող բոլորը իմանան, թուրքերի մոտ թրքասեր հայը ընկալվում է որպես զզվելի էակ։ Ոչ մի ազգություն, գիտեք չէ, նույնիսկ պատերազմող երկրները, որ իրար հետ պատերազմում են, եթե ինչ որ մեկը մյուսի կողմից ինչ որ մեկին ուրեմն հավաքագրում է, դավաճաններ են հայտնվում, այն մյուս կողմը այդ դավաճանին ադելով ադում է, ճիշտ է օգտագործում է, բայց ադում է, որտեղ ինքը գիտի, որ եթե ինքը իր սեփական պետության եւ ժողովրդին դավաճանել է, ինքը ով է, որ իրան չդավաճանի, եւ որ իրանք հաղթանակ են տանում, առաջնայինը դրանց են ոչնչացնում, առաջնայինը նույնը լինելու է այս Նիկոլի ու նիկոլականների հետ։ Թուրքերը որ լծվեն Երևան, ամենաառաջինը սրի են մատնելու այս նիկոլականներին, որպես ամենազծվելի թուրքամետ դավաճանների։ Երբ որ մեր հասարակությունը այդ մազութի համոյի պատմությունը չի սերդում ու օրինակ չի վերցնում, որ մազութի համոյին թուրքերը կարող էին օգտագործել, բայց ոչ, թուրքերը վերացրեցին, որտեղ մազութի համոն, որը ծախել էր հայ ժողովրդին, կարող էր ծախել նաև թուրքին։ Սա է։ Իսկ սա մեր խնդիրն է, գիտեք, 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը, որը չի սովորում իր սեփական սխալների վրա, եւ անընդհատ նույնատիպ սխալներ գործելով, Շագրենի կաշվի նման իր 360,000 քառակուսի կիլոմետր ունեցող արեալը տարածքը հայրենիքը հասցրել է 30,000-ի, բարոյական ոչ մի իրավունք չունի լկտիաբար ռուսին, ֆրանսիացուն, ամերիկացուն մեղադրի իր դժբախտությունների մեջ կամ անասնական նստի ու մտածի, ասի պարսիկները մեզ կօգնեն, չեն օգնի։ Այս տարածքը եթե պարսիկին էլ պետք լինի, ինչպես մինչև 1828 թվականին հայերը 26%, 36%, այդպես էլ հետո պետք է լինի, որտեղ հայերը չեն սիրում իրենց հողը, չեն սիրում իրենց հայրենիքը, իրենք սիրում են փողը ու փորերը լցնելը, ինչպես հիմա են։ Լավ, այդ ադրբեջանական բենզին գնող մասսան չի հասկանում, որ հովանավորում է Ադրբեջանի բանակին։ Այդ սոքարի բենզին գնողը չի հասկանում, որ հովանավորում է ադրբեջանական բանակին։ Իսկ Ադրբեջանը զինվում է, ամենօրյա ռեժիմով զինվում է։ Այդ պետությունը տարեկան 10 միլիարդ դոլար գումար ծախսում է մենակ զենք գնելու վրա։ Մեր հասարակությունը իրան չի հարցնում, ում համար է գնում այդ զենքը։ Եթե ինչ-որ անասուն մտածում է, որ Ադրբեջանը դա գնում է Ռուսաստանի կամ Իրանի վրա հարձակվելու համար, ուրեմն դասական անասուն է, այլ տարբերակ չունեմ ասելու։ Պարոն Համբարյան, ինձ թվում է, որ մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում։ Իդեպ ես այսպիսի մի տեղեկատվություն իմացա, որ իրենք
կեղծ քարոզչություն են անում, թե իբր ժողովուրդը սիրով ընդունել է ադրբեջանական այդ նավթամթերքը եւ այլն։ Դա կեղծ տեղեկատվություն է, իրենք են քարոզում։ ԿՊԱ-ականները իրականում մեր ժողովրդի մոտ ճիշտ հակառակը կա ընդվզում։ Ասենք եւ հիմա մենք պետք է հենց ողջունենք այն մարդկանց, ովքեր այդ ընդվզումը իրենց մեջ ունեն եւ հասկանում են, գիտակցում են, որ գնել ադրբեջանական բենզին, նավթ եւ այլն, չգիտեմ, հա, վառելիք կնշանակի ուղղակիորեն ֆինանսավորել ադրբեջանական բանակը։ Հիմա էլ պատրաստվում են Լավ, մի հատ հարց տամ, շաքարել էլի, մի հացահատիկից հատ հարց տամ, էլի։ Այս որ այս massային հիմարի տեղ դրած ասում է ապրանքաշրջանառություն։ Տարական ուղեղ ունեցող մարդը հասկանում է, որ ապրանքաշրջանառությունը այն է, որ դու ապրանք ես վաճառում X-ին, X-ն էլ ապրանք է վաճառում մեզ, քեզ։ Հիմա հարց. Ադրբեջանից որ այսպես գծնելով բենզին են բերում, հիմա էլ ասում են շաքարավազ են ուզում բերեն, նոր ասեցիք դուք։ Ադրբեջանը մեզանից ինչ է առել։ Դե հիմա Հարց եմ Փաշինյանը տալիս։ լսում եք ինչ ասեց ազգային ժողովում, որ պետք է Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ այսպես ակտիվացնեն առևտուրը, ընդհանուր մինչեւ էներգետիկ ոլորտ։ Արդեն ինքը դուրս է Ուրեմն գալիս էներգետիկ այդ ոլորտը հետեւյալն է։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչի համար Սամվել Կարապետյանից խլվեց այո, հեծը։ հեծը։ Դա հրահանգ էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որ ամենառազմավարական ոլորտներից մեկը էներգետիկան պետք է տաս մեզ, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի համար անհրաժեշտ է, ահա որ անհրաժեշտ է Հայաստանի ատոմակայանի փակումը։ Այո։ Այդ հիմար տեղեկությունները, որ սրանք տալիս են ինչ-որ մոդուլային ատոմակայան բանման, չկա նման բան, ու դա շատ վտանգավոր է, ու աշխարհում շատ չընդունված տարբերակ է։ Ինչ մոդուլային ատոմակայան։ Մեր ատոմակայանը նաև ռազմավարական նշանակություն ունի, ինքը նաև անվտանգային նշանակություն ունի, Արմինե ջան։ Այս մեր ժողովուրդը այդքան չի հասկանում շատ դեպքերում, բայց իրականում ինքը ռազմավարական եւ անվտանգային նշանակություն ունի։ Իսկ ինչ վերաբերվում է մեր էներգետիկ ոլորտների միացմանը, միանալ չի լինելու։ Կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեր էներգետիկ ոլորտի կլանում, որովհետև մեր էներգետիկ ոլորտը այդ մասշտաբները չունի ինչ որ թուրք-ադրբեջանական։ Սրանց նպատակը ո՞րն է հիմա, պարոն Սրանց Հաբալյան, նպատակը Ռուսաստանին դուրս հանել Հայաստանը այստեղից ատոմակայանը նաև ամբողջությամբ նվիրելով ադրբեջանա-թուրքական տանդեմին։ ոչ, ադրբեջանա-թուրքական տանդեմը այդ ատոմակայանը քանդելու է, հագելու է, հետո քանդելու է, որբիսի Հայաստանը չունենա ատոմակայան։ Եվ Եվ ամբողջությամբ երկրորդը, կախման մեջ լինի իրենց այո, եւ երկրորդը, էներգոհամակարգից։ ամբողջ էներգոհամակարգը իբր թե միացնելով ադրբեջանականին, իրականում մենք կլանվում ենք թուրք-ադրբեջանական էներգոհամակարգի կողմից, ամբողջությամբ վերածվում է մեր էներգոհամակարգը։ Երկրի ցանկացած երկրի ապրելու ամենակարևորագույն ոլորտներից մեկը։ Իդեպ ինչ կասեք Թրամփի հայտարարության մասին, որտեղ նաև նոր խոսում են առհասարակ ամերիկյան կողմը խոսում է մոդուլային այդ համակարգերով Հայաստանին օգնելու մասին, ընդ որում մասնագետները հստակ ասում են, որ այդ մոդուլային կայանները իրականում բոլորովին չունեն ատոմակայանի հզորությունը։ Դա Իհարկե չեն կարող դրանք ունենալ։ Մոդուլային ատոմակայանը ո՞րն է։ Մոդուլային ատոմակայանը ո՞րն է։ Այսինքն Միացյալ Նահանգներն էլ է այս կեղծիքի մաս կազմում, խաբում է մեր ժողովրդին։ Ուրեմն բերեք ճշտեք մեկ ու շատ կարևոր հանգամանք։ Մեծ մերձավոր արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի մի քանի գործընկերներ։ Եվ այդ գործընկերների մեջ շատ կարևոր դերակատարություն ունի ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան։ Այո։ Վերջ, Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները 20-ական թվականներից սկսած ռազմավարական գործընկերներ են եւ շարունակում են այդպիսին մնալ։ Թուրքական ուրեմն Զանգեզուրյան Միչանսկի գաղափարը իրագործվեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական հովանավորությամբ, որպեսզի հայ ժողովուրդը չբաներնի, չոգեշնչվի եւ դեմ չկանգնի։ Ամերիկացիների քողի տակ Թուրքիան է գործելու, որովհետեւ այդ Տրամփի ճանապարհը ամբողջությամբ Զանգեզուրյան Միչանսկի գաղափարն է, որը պանթուրանական եւ պանօսմանական
պան-թուրանական եւ պան-օսմանական, ուրեմն ծրագրի բաղկացուցիչ մաս է։ Այո, այո, եւ կխնդրեմ հիմա նաեւ մեկնաբանեք, հա, ամեն դեպքում Թրամփի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարն է գալիս հիմա Երևան, նաեւ լինելու է Բաքվում։ Թրամփը ասում է մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցություն, հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահ-բաճկոններ, նավակներ եւ ավելին Ադրբեջանին։ Լավ, ինչ է ուզում Թրամփը։ Ադրբեջանի Թրամփը ուզում է հետևյալը։ Թրամփը ցանկանում է իր թիվ 1 գործընկերների Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով վերահսկել Հայաստանը, վերջ։ Թրամփը բիզնեսմեն է։ Թրամփը ինչ անում է օգուտի տեսանկյունից։ Եվ այստեղ դուք ուրիշ բան մի բան։ Թրամփը մտածում է եւ բիզնես տեսանկյունից եւ ազդեցության տեսանկյունից։ Ես նոր պատահական չնշեցի, որ նեոպան-թուրանական եւ նեոպան-օսմանական ծրագրի հովանավորներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որովհետեւ դա նաեւ համապատասխանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռավար արտաքին հետաքրքրություններին, աշխարհաքաղաքական տեսլականին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը իրենից ոչինչ չի ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Բայց հիմա կա շանս Հայաստանի տարածքով անցնող ուրեմն ենթակառուցվածքները վերահսկելու Ամերիկան անում է 70 ուրեմն 4% իրեն է վերցրել այդ ուրեմն ծրագրի տրիպի։ Վաղեմի սոս այդ գումարի համապատասխան մասը պետք է նստի Ամերիկայի Միացյալ Նահանգների գրպանում։ Էլ չասեմ, որ այդ ճանապարհը ամբողջությամբ վերահսկվելու է իրենց կողմից։ Ինչպես Ալիևն էր ասում, ադրբեջանցին պետք է չտեսնի հայ սահմանապահի երես, այդպես էլ անելու են։ Այնտեղ պայմանագրում կետ կա առաջնային վերահսկողություն, երկրորդային վերահսկողություն, թարգմանություն ինչ որ այդպես է գալիս։ Առաջնայինը ամերիկացիներն են անելու։ Հասկանալի է, չէ՞։ Հիմա նույնը էներգետիկ ոլորտում։ Երկրորդ հարվածը էներգետիկ ոլորտն է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը Նիկոլի Ծեռամբ ներքաշվել է աշխարհաքաղաքական խոշոր գործընթացների մեջ։ Մենք մանրադրամ ենք դարձել Ուկրաինայի նման։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլը դարձնելու է խոշոր գերտերությունների բախման գոտի։ Հիմա թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանն ու Իրանը, դա արդեն այլ հարց է։ Այլ հարց է, որովհետև գլոբալ առումով այն ինչ անում է Նիկոլը այս պահի դրությամբ ամբողջությամբ հագայիրանական է, հատկապես եւ հագառուսական է։ Թե հիմա պաշտոնական Մոսկվան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ համաձայնության են եկել ենթադրաբար Հայաստանի հարցով Նիկոլի իշխանության պահպանման պահով եւ Նիկոլի կողմից իրականացվող ծրագրերի պահով չեմ կարող ասեմ, որովհետեւ ռուսական կողմը ցավոք սրտի ունի այդպիսի իր պատմության մեջ դրվագներ, երբ որ լկտիաբար ժողովուրդների պետությունների թիկունքում համաձայնության է գալիս եւ մանրադրամ է դարձնում իր գործընկերներին։ Մենք պետք է օբյեկտիվ ընդունենք Նիկոլի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բավական երկար ժամանակ պահել է Պուտինը։ Թե ինչի համար ու ինչ գին է վճարելու հայ ժողովուրդը Պուտինի այս քայլերի համար, իդեպ նշեմ, որ սա իմ միտքը չէ։ Սա հենց մեր պուտինյան քաղաքական վերլուծաբանների, այդ ու նաև բարձրապաշտոնյաների կարծիքն է։ Սա ասել է Կոնստանտին Զատուլինը իր բազմաթիվ հարցազրույցներում եւ ուրեմն հոդվածներում, սա ասել է նաև հանրաճանաչ մերձ կրեմլյան վերլուծաբան միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանը, որ այո, հետ Պուտինն է պահել Նիկոլի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այո, հետ Պուտինն է խանգարել հայ զինվորականներին 2021 թվականի փետրվարին Նիկոլին իշխանությունից զրկել։ Բայց գլոբալ առումով Նիկոլի
իշխանության մնալը ուղղակիորեն թշնամական է կներեք Իրանի համար։ Ես չգիտեմ Իրանը անդրկուլիսյան բանակցություններով չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապ ունի, բայց այն որ ռուսները լկտիաբար հայ ժողովրդի թիկունքում Նիկոլ հովանավորելով մեզ դարձրեցին մանրադրամ ու հիմա Նիկոլը վարում է հագառուսական քաղաքականություն, ես գիտեք ես պատմություն լավ գիտեմ, էլի, լավ գիտեմ նաև ռուսերի ստորությունը, երբ որ իրենք թուրքերի հետ պատերազմում միշտ մեր հաշվին իրանցը հասել են։ Բազմաթիվ ռուս-թուրքական պատերազմներում բանակցությունների արդյունքում ռուսերը միշտ գերադասել են մեր տարածաշրջանում մեզանով ավելի զիջումների գնալ։ Խնդիրը նաև սրանում է, որ ես պատմություն գիտենալով մտավախություն ունեմ, որ ռուսները թուրքերի հետ է իրենս իրենց հովանավոր Ամերիկայի Միացյալ Նահանգների նաև մեզ խորտում են։ Ուկրաինայում ինչ տարածքներ վերցնելու կամ ամերիկացիների կողմից Ուկրաինայից գրաված տարածքների նկատմամբ ռուսների գերիշխանությունը ճանաչելու հարցում։ Այսինքն ստացվում է Ռուսաստանը այլևս դուրս է եկել Հարավային Կովկասից, Հայաստանը հանձնված է ադրբեջանա-թուրքական տանդեմին, Ամերիկայի, այսպես վերահսկողությամբ։ Որևէ քայլ պաշտոնական Մոսկվայի կողմից տեսնում եք, որ ինքը անի ապահովելու իբր թե իր շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Ես չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում։ Ցավոք։ Ես չեմ տեսնում։ Ինչ որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչ որ պրոռուսական էլեմենտներ անընդհատ ակտիվություն դրսևորում են ինչ որ ձևաչափով, բայց գլոբալ առումով ես ոչինչ չեմ տեսնում։ Դե նշանակում է Հայաստանը Հայերեն ինչպես անում են ամերիկացիները, ինչպես անում են թուրքերը, ես չեմ տեսնում։ Դե կնշանակի իսկապես հանձնված է մեր երկիրը այլևս։ Դե հիմա տեսնենք, բայց ամեն դեպքում ես էլ եմ կրկնում, ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Այդ մենք ենք մեղավոր, որ մեզ թույլ ենք տվել մեզ դարձնել մանրադրամ։ Այն ուկրաինացիները ինչպես թույլ տվեցին, որպեսզի Զելենսկու նման տագանքը գա իշխանության ու Եվրոպայի ամենամեծ տարածք ունեցող երկիր Ուկրաինան, Եվրոպայի ամենամեծ պաշարներ եւ ապագայի նկատմամբ մեծ ուրեմն հնարավորություններ ունեցող Ուկրաինան վերածի ռազմական թատերաբեմի ու դարձնի այն ինչ որ հիմա կա։ Դե մենք ենք թույլ ենք տվել, որ 8 տարի Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ Արցախը հանձնելու պատերազմը մեր գլխին, այսպես է սցենարը խաղարկելուց հետո մնա իշխանության։ Ընտրությունների հետ կապված կխոսենք, բայց մեկ միջանկյալ եւ շատ կարեւոր հարց, ինչին պարոն Համբարյան շատ քիչ են անդրադառնում։ Հա Թրամփի ուղու այդ հայտարարության մեջ, որ ստորագրել էր Վաշինգտոնում պետքարտուղարի հետ Միրզոյանը միասին համատեղ ստորագրված, այնտեղ շատ կարևոր կետ կա մեր հանքարդյունաբերության հետ կապված։ Այսինքն ես սարսափել կարելի է, թե Հայաստանը ինչի կարող է վերածվել, հա, մեծ խոռոչի կարելի ասել վերածվել, որտեղ Միացյալ Նահանգների նպատակը մենք այստեղ շատ թանկ հանքանյութեր ունենք։ Մենք երբեմն մեզ թերագնահատում ենք, բայց բոլորովին այդպես չէ, եւ կա մեծ հիմա մտավախություն, որ ուղղակիորեն կթալանվի մեր բնական հարստությունը, մեզ կպատճառվի առողջական լրջագույն վնասներ, դրանից մեզ բացարձակապես ոչ մի օգուտ չի գալու, բայց մեր ամբողջ հանքանյութը այստեղից տարվելու է։ Ինչ կասեք, բաց տեքստով գրված է այդ Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում անելու է այն, ինչ անում է Ուկրաինայում հիմա արդեն։ Դուք մոռանում եք, որ նույն ձևաչափով պայմանագիր կնքվեց նաև Ուկրաինայի հետ։ Այո, հանքերի օգտագործման հետ կապված։ Այո, այդ редко земельный ռուսերեն ասած, այսինքն շատ քիչ հանդիպող օգտակար հանածոների նկատմամբ Ուկրաինայի տարածքում գտնվող այդ հանքերը ամբողջությամբ տրամադրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին Զելենսկու կողմից։ Նույնն էլ անում է Նիկոլը Հայաստանի Հանրապետության պարագայում։ Այնպես որ ոչ մի տարբերություն չկա։ Մենք ընդհանրապես դառնալու ենք կոդի, որտեղից ամերիկացիները ստանալու են գերշահույթ։ Այո, եւ մեծ ախորժակունեն նաեւ Մեծ Բրիտանիան միշտ է ունեցել մեր հանքերի հետ կապված։ Միշտ է ունեցել։ Դուք երբեք չմոռանաք այդ Կաշենի հանքը, այդ Դրմբոնի ոսկու հանքը, ամերիկացիները կներեք, ադրբեջանցիները հենց որ վերցրեցին, հաջորդ իսկ օրը այդտեղ բրիտանացիները արդեն նստած էին։ Այո։
Դե Արցախի հանքերի հետ կապված էլ չէ, տեսանք, որ բրիտանական կազմակերպությունները ակտիվ դերակատարում Ես են ինչ որ նոր կազմակերպում ասում եմ, վերաբերվում է Արցախի հանքերի Արցախի, մասին։ այո, Եվ Տրմբանը։ Խաչելը եւ Տրմբոնը Արցախում են։ Այո, ճիշտ եք։ Շատ լավ, եւ եզրափակենք, պարոն Համբարյան, մեր այսօրվա հարցազրույցը հենց այն մտքից, որ մենք ենք մեղավոր եւ այդ գիտակցումը բոլորս պիտի ունենանք, որ այսօր չունենք Արցախ եւ ունենք նաեւ բռնազավթված տարածքներ Հայաստանից եւ կործանվող պետականություն ունենք։ Մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել այն մարդուն շարունակի մնալ, ով բերվեց 18-ին եւ շարունակում է ամբողջացնել այդ քանդման ծրագիրը։ Հիմա արխիվում ընտրություններ են։ Փաստորեն մենք անկարող եղանք 7-8 տարիների մեջ հեռացնել այս իշխանությանը եւ հիմա ստիպված ենք գնալ ընտրական ճանապարհով, ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելու։ Երբեք չի եղել Հայաստանում այդպես, երևի մեկ անգամ, մեկ դեպք 90-ականներին։ Հիմա դուք պատկերացնում եք, որ դա հնարավոր է թե ոչ։ Քաղաքական ինչ էսպես զարգացումներ եք արդեն նկատում, որը կկարողանան լրջագույն այլընտրանք լինել այս իշխանությանը եւ նաեւ հավելեմ հետեւյալը. այս իշխանությունը բոլորս տեսնում ենք ինչքան ակտիվ է պատրաստում ընտրություններին, արդեն ընտրական օրենսգրքում է դիտորդների պահով փոփոխություններ մտցնում, որ որևէ մեկը իրեն չխանգարի։ 15 միլիոն եվրո էլ ստացել է Արևմուտքից, Եվրամիությունից իրեն ուղղակիորեն ամբողջ ներքաղաքական գործընթացներին աջակցելու համար։ Մենք ազգային հատվածը ինչ է անում, դուք տեսնում եք, երբ մենք ինչ Գիտեք, իրավիճակում մենք ենք այս հայտնվում հարցերի հունիսի վերաբերյալ հենց 8-ին։ մեր հարցադրույցի սկզբից խոսել ենք։ Ես չեմ ուզում կրկնվել, գիտեք։ Ես չեմ սիրում նույն բանը 6 անգամ ասել։ Մենք հարցադրույցի սկզբում աղակին անդրադարձանք ընտրությունների թեմային։ Թե Ընտրությունների Նիկոլը ինչ այո, դե ես նոր նշեցի, չէ՞ որ ընտրությունների առաջ Նիկոլը այն թեզն է առաջ տանում իր կողմնակիցների հետ, որ ընտրեք չընտրեք, մենք վերընտրվելու ենք եւ այլ եւ այլ։ Ես չեմ ուզում հիմա այս նույն բանը 1000 անգամ կրկնել։ դա Բայց ասեմ, որ ես նաեւ կողմ եմ Նիկոլի այն թեզին, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է իրականացնել հեղափոխություն։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հեղափոխությունը իրականացվում է էլիտաների կողմից եւ պետք չէ ամեն ինչ ժողովրդի վրա բարթել։ Եվ այդ հեղափոխությունը իրականացվում է մեծ գումարներ ծախսելով, ինչպես ասում ամեն մի հեղափոխություն։ Բերեք այդ ինքնախապեյությունը մի կողմ տնենք, Նիկոլը 2018 թվականին չի եկել իշխանության ժողովրդի ուզելով։ իհարկե։ Ժողովուրդը ո՞րն էր, այդ Երևանի Հանրապետության հրապարակում 100,000 մարդ լցնելով, լցնելով էր, չէ, այդպես չէր, որովհետև Սերժ Սարգսյանի ձևավորած էլիտայում կային մարդիկ, ովքեր սերտ սկսեցին համագործակցել Նիկոլ Անհողի հետ։ Եվ ընդհանրապես շատ լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը մի հատ շատ կարևոր հարցի պատասխանի։ Ինքը անընդհատ նշում է, որ ինքը պարտվել է ավելի հզոր ուժերի։ Մի հատ այդ հզոր ուժերի անունները կտա։ Իմանանք էլի ով է իրան պարտադրել իշխանությունը հանձնել Նիկոլին։ Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնել է Նիկոլին։ Նիկոլը հեղափոխությամբ չի եկել իշխանության։ Եթե Սերժ Սարգսյանը ուզեր, Նիկոլը երբեք իշխանության չէր գա։ Պագաս մարդ նաև Բագրատ Սրբազանը նախանցյալ տարի չհավաքեց հանրապետության հրապարակում։ Մոտ 70,000 մարդ է հավաքվել։ Ես էլ եմ այնտեղ եղել։ Բայց ինչ։ Բայց ինչ։ Նիկոլի իրավապահ համակարգը կջարդեր այդտեղ բոլորին։ Ինչը չարվեց 18-ին, 2010։ Ինչը չարվեց, ես պատական համեմատական չբերեցի, որ դուք տեսնեք, որ ժողովրդի հեղափոխություն չի եղել։ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 3 միլիոն մարդ, որից 2 միլիոն 200,000-ը, 2.5 միլիոնը չափահաս մարդիկ են։ Նիկոլը հանրապետության հրապարակում 100,000 մարդ հավաքեց, դա ժողովուրդ է։ Կամ ասենք Ուխտագեշտի է հավաքում մի 1000-1500 հոգի, ժողովուրդ է։ Վերջում էլ այդ Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում Սուրբ Աննա եկեղեցու այդ փոքրիկ պիտաչոկում 300-400 հոգի հավաքեց, դա ժողովուրդ է, չէ, դա ժողովուրդ չէ։ Դերեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Ես շատ բաներ չեմ ուզում ասեմ, բայց ամեն դեպքում ես ասում եմ այն ինչ որ բաց է, ես ինչ որ բաներ չեմ ենթադրում։ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ ինքը իշխանությունը հանձնել է Նիկոլին, որովհետև ինքը պարտվել է ավելի հզոր ուժերի։ Բայց դա ամեն ինչ ասվում է էլի դրանով։ Գիտեք դա ինչ որ պարագայում կարող է լինել, երբ որ Սերժ Սարգսյանի իշխանության մի զգալի մասը դավաճան էր նրան ու անցներ Նիկոլին։
Դա կոչվում է էլիտաների ուրեմն տրանսֆորմացիա։ Ես որպես պատմաբան ձեզ ասում եմ, որ հեղափոխությունը հնարավոր չէ իրականացնել առանց էլիտաների ակտիվ գործողության։ Եվ ամեն ինչ բարդել ժողովրդի վրա, որ ժողովուրդը ոտքի չի ելնում, որովհետև բազմաթիվ անգամ ոտքի է ելնում ու հիասթափվել է։ Հետո ես հիմա կողմ եմ, որպեսզի այո, Նիկոլն է ասում հեղափոխություն արեք, ես չեմ ասում։ Բացարձակ։ Տեսեք ինքը ասում է, եթե ժողովուրդը դժգոհ է, թող հեղափոխություն անեն։ Ես կողմ եմ, որ հեղափոխություն արվի, այո, ինչպես Սերժ Սարգսյանի էլիտայի մի մասը անցավ Նիկոլի կողմը, ծածուկ, եւ տագից գործեց Նիկոլին հովանավորելու համար, հիմա էլ թող էլիտայի մի մասը այնպես անեն, որ անցնի իրանց կողմը։ Բայց Սերժ Սարգսյանի խոսքում այլ ուժերի պարտվելու մասին ակնարկային քան ակնհայտ է, կնշանակի հստակ սցենար է եղել։ Ակնարկվող, ինքը ակնարկ չի ասում, ինքը ասում է ես պարտվել եմ ավելի հզոր ուժերի։ Դե կնշանակի որ միած Սերժ Ազատիչը բացահայտի ում է ինքը պարտվել, ում ենք մենք իրականում պարտվել։ Կնշանակի ինձ այդ ուժերն են տվել են սցենարը, որը առ այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, որ իմանանք։ Դուք ոնց եք տեսնում այս իրավիճակից ելք, լավ, ժողովուրդը իհարկե միանշանակ համակարծիք են, պարոն Համբարյան, ձեզ հետ։ Մեր ժողովրդին բավական է եթե հեղափոխություն չեղավ, Արմինե ջան, ժողովուրդը պետք է շատ ակտիվ մասնակցի ընտրություններին։ Ես նոր ասեցի, ես 1000 անգամ նույն բանը չեմ սիրում կրկնել։ Մեր հարցազրույցի սկզբում ես այդ ամեն ինչը ասել եմ։ Հիմա 6000 անգամ չկրկնվեմ։ Պետք է ակտիվ մասնակցի ընտրություններին եւ թույլ չտա, որպեսզի ընտրակեղծարարությունների արդյունքները շատ մեծ լինեն։ Որովհետեւ ինչքան դու մասնակցում ես ընտրության, այնքան թույլ չես տալիս, որ քո փոխարեն ուրիշները ընտրեն։ Իսկ ընտրական օրենսգրքում այս փոփոխության մասին։ Իսկ ուրիշների ընտրելու ուրեմն հնարավորություն միայն իշխանություն ունի։ Իսկ ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելը Նիկոլը անում է, որպեսզի որքան հնարավոր է թույլ չտա, որ ընտրությունները վերահսկվեն անկախ հասարակական կազմակերպությունների կամ նույն ընդդիմադիրների կողմից։ Այո, այսինքն պատրաստում ենք շատ ակտիվ նաև կեղծելուն, սա էլ պիտի Պարզապես Նիկոլը առանց կեղծիքի չի վերընտրվի ու ինքը դա շատ լավ գիտի, շատ լավ։ Ինքը ընդունեց այն բոլոր այլանդակությունները, որոնք նախկինում կային ընտրակեղծարարության առումով ու սկսեց կիրառել, հիմա էլ նոր մեթոդներ է փորձում օգտագործել։ Շնորհակալ եմ, պարոն Համբարյան, շատ մանրակրկիտ բոլոր թեմաներին անդրադարձաք եւ ներկայացրեցիք այն իրողությունը, որի առջև մենք կանգնած ենք, որի մեջ ենք մենք այլևս եւ ընդհանուր համընդհանուր դիտակցմամբ մեզ մեկ ճար է մնում մասնակցել ազգովի ընտրությունների իրավիճակ փոխելու համար։ Այլ տարբերակ չկա, ինչպես ասում են։ Շնորհակալ եմ ձեր հետաքրքիր վերլուծության համար, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, տեսակապով ես զրուցում էի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։